Անասնապահության ոլորտում ավելի լուրջ խնդիրներ կա, որտեղ այդ կենդանների հիվանդությունները անմիջական ազդեցություններ ունեն նաև մարդու առողջության վրա վարակվելու դեպքում։ Վարակվելու առումով ենթադրենք բրոցելոզն է, որ երբ որ մարդ վարակվեց բրոցելոզով, ամբողջ կյանքում ինքը բրոցելոզով տառապելու է, ու դա ցավերով ապրելի է։ Դաբաղի ժամանակ, աֆրիկյան ժանտախտի ժամանակ հիմնականում կենդաններն են սատկում, ու չնայած փառք Աստծո, որ Հայաստանում չկա սիբիրյան խոցի ու տարբեր հիվանդություններ կան, որոնք շատ լուրջ վտանգ են բնակչության, առողջության, կենսակերպի համար։ Իսկ այդ վարակները մսի միջոցով են անցնում, թե կաթի։ Մսի, կաթի, կաթնամթերքի, տարբեր, նայած ինչի բան, բրոցելոզը հիմնականում կաթնամթերքի միջոցով է անցնում, հատկապես պանիրի արտադրությունը, որը եռման աշճանի չի ասնում պանիրը, եւ ճիշտ չպաստերիզացնելու կաթը ճիշտ աշխատանք չտանելու դեպքում այդ բրոցելոզի բացիլները անցնում են պաների մեջ, պաներից մարդու։ Ու դեղ արդեն բազմաթիվ այլ հիվանդություններ կան, որոնք անմիջապես կենդանուց մարդուն են անցնում եւ այլն, ու դրա համար պետք է տոտալ խիստ վերահսկողություն, ճիշտ կարանտինային միջոցառումներ, կանխարգելիչ միջոցառումներ, երբ որ ենթադրենք ինչ-որ օջախներ էլ բռնկվում են, անմիջապես հայտնաբերում եւ ոչնչացնում կամ բուժում, կախված ինչա պահանջում այդ հիվանդության դեմ պայքարը,